Բարև ձեզ, դիտակետն ուղիղ եթերում եք, զրուցենք Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Պարոն Սողոմոնյան, ես գիտեմ, որ երեկ էլ դուք եղել եք դատարանի բակում, այսպես ասենք, որովհետև անընդհատ այսպես տարբեր դատավարություններ են տեղի ունենում, հիմնականում Սամվել Կարապետյանի գործն են քննում արդեն 2 օր է, երեկ էլ մեկ միջադեպի, մեկ իրողության մասին լսեցինք, որ գրոհ է տեղի ունեցել Արագածոտնի առաջնորդարանի վրա, փաստ ունենք, որ Մկրտիչ Սրբազանը 2 ամսով կալանավորվել է, 12 քահանաների եւս բերման էին ենթարկել, ձերբակալել էին եւ այսպիսով Այսօր էլ նրանցից մեկի հետ կապված կալանքի որոշում է եղել, մեկ ամսով Մուղնի Սուրբ Գևորգ եկեղեցու քահանայի։ Շնորհակալ եմ լրացնելու համար եւ այսպիսով սա առաջի անգամ չէ, որ մենք խոսում ենք եկեղեցու վրա գրոհի հետ կապված, շարունակվում է եկեղեցու վրա գրոհը, այս իշխանությունների կամ չգիտեմ ուժային կառույցների կողմից, ինչպես է ճիշտ մեկնաբանելը, ձեր դիրքորոշումը այս ամենի հետ կապված։ Մենք հայտարարություն ենք տվել եւ խստիվ դատապարտել ենք այս գործը, այս քաղաքականությունը իշխանությունների կողմից տարվող, որը պետականաքանդ քաղաքականություն է եւ որը հակաժողովրդավարական քաղաքականություն է, նաեւ հակամարտկային քաղաքականություն է։ Սա ոչ միայն ժողովրդավարության սկզբունքների, այլև միջազգային իրավական նորմերի, խղճի, կնոնի, ազատության դեմ ուղղված ոտնձգության զանգվածային դեպք է։ Մենք տեսել ենք Բագրատ Սրբազանի դեպքը, մենք տեսել ենք Միքայել Սրբազանի դեպքը, իսկ Արագածոտնի թեմի վրա հարձակումը, սա պարզապես զանգվածային ձերբակալությունների բերման ենթարկելու, այսինքն հոգևորականներին ազատությունից զրկելու, ազատությունը սահմանափակելու, սա աննախադեպ էր, այսպիսի բան մեկ էլ եղել է 30-ական թվականներին բոլշևիկյան տերորի ժամանակ, երբ որ եկեղեցին ենթարկվում էր մասսայական, այսպես գրոհների կամ սպանություններ էր տեղի ունենում, սպանություններ են այո տեղի ունենում։ Այսօր փաստացի ունենք իրավիճակ, երբ որ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու տասնյակ թեմերի 1/3-ը փաստորեն 3 առաջնորդները Տավուշ, Շիրակ եւ Արագածոտ թեմերի առաջնորդները գտնվում են անազատության մեջ փաստացի։ Եվ այսօր մարդամեկը լկտիություն է ունենում հայտարարելու, որ ինքը կռիվ չի տալիս եկեղեցու դեմ, ինքը շատ պարզ ասում է, որ ասում է իր կռիվը եկեղեցու դեմ չի, իր կռիվը կաթողիկոսի դեմ է կամ առանձին եպիսկոպոսների դեմ է, շատ լավ ինքը ասում է, որ իր կռիվն է դա, այսինքն եթե մյուս կողմից մենք լսում ենք իբրև թե իրավապահ համակարգը հանցագործության ինչ որ տարրեր է նկատել Բագրատ Սրբազանի խոսքի կամ գործի մեջ, Միքայել Սրբազանի խոսքի մեջ, Մկրտիչ Սրբազանի, այո, Մկրտիչ Սրբազանի գործի մեջ մենք շատ պարզ տեսնում ենք, որ սա իրավապահ համակարգի նախաձեռնությունը չէ, սա Փաշինյանի հրահանգն է եւ իրավապահ համակարգը եւ պետությունը ամբողջությամբ գտնվում է նրա գրպանում եւ պետությունը նա օգտագործում է, իրավապահ համակարգը նա օգտագործում է իր իշխանությունը պահելու համար։ Պատահական չէ, որ Արագածոտնի թեմի հոգևորականների այս քրեական հետապնդման գործի մեջ 54 քննիչ է ներգրավված, 54 քննիչ է ներգրավված։ Շատ ճիշտ հիշեցում էր տեղիներ հիշեցում։ Ու իրավապահ համակարգը այսպիսով լծված է ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ լծված է Փաշինյանի օպոնենտների կամ այլ կերպ ասած ժողովրդի ներկայացուցիչների քաղաքական կամ քաղաքացիական ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց ճնշելու մեջ իրավապահ համակարգը Հայաստանի Հանրապետության ներգրավված է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական կարգերը տապալելու, ազատ խոսքը լռեցնելու գործընթացի մեջ եւ չի իրականացնում իր հիմնական ֆունկցիան՝ կանխել իրական քրեական հանցագործությունները, որի պատճառով էլ մենք տեսնում ենք, որ ամեն օր ունենում ենք հանցագործության աճ, հանցագործության տարբեր դրսևորումներ, տարբեր դաժանություններով ու աննախադեպ բնույթներով։
Շատ ճիշտ եք։ Եվ այդ սպանությունների այդ անպատժելիության մթնոլորտի հետ կապված երբ որ խոսք գնաց, հատկապես վերջին 1 ամսվա ընթացքում այնուամենայնիվ իմ մոտ է այդպիսի տպավորություն, որ գնալով շատ մեծ թափ է առել այդ սպանություն, վրեժխնդրություն, մեկը մյուսի նկատմամբ, հիշեցինք Փարաքյալի դեպքեր են, Արամուսի սպանությունը, Գեղարքունիքի, այո, Աբովյանում էր տեղի ունեցել, ամեն օր լսում ենք ինչ որ ամեն օր դաժան սպանությունների մասին ենք լսում։ Եվ արդյոք դուք, քանի որ նշեցիք 54 քննիչ է լծված այս գործին ընդդեմ հայ եկեղեցու, արդյոք սա նրա մասին չի փաստում, որ եթե ամեն մեկը իր տեղում լինի, հա, ապա մենք այսպիսի բեսպրեդել իրավիճակ չենք ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե, դուք պատկերացրեք այդ մարդիկ, այդ 54 քննիչները, որ ներգրաված են, այդ գործը կարելու համար նրանցից ինչքան ժամանակ ու եռանդ ու էներգիա է գնում, որովհետև չեղած տեղը բաներ են հորինում, կարում։ Մենք տեսանք, չէ, լուսանկարներ էին հրապարակել, իբրև թե իրեղեն ապացույցներն էին այն բանի, որ Մկրտիչ Սրբազանը իբրև թե պարտադրանքով ինչ որ հոգևորականների հավաքների մասնակցություն էր պարտադրել ու դրա իրեղեն ապացույցը։ Հիմա եկեք մի պարզ բան հասկանանք, էլի ոնց են մեր ժողովրդի ինտելեկտը վիրավորում այս մարդիկ։ Այն դեպքերի, որի վերաբերյալ որ հանցագործության հաղորդում է գնացել, տեղի ունեցել սրանից 3 կամ 4 տարի առաջ։ Հա, դիցուկ օրինակ ասենք հայրենիքի փրկության շարժման ժամանակ կամ դիմադրության շարժման ժամանակ, ես անկեղծ ասած չեմ ֆիքսել, որ հակաիշխանական ցույցերի մասին է խոսքը գնում, որ Տեր Արամը այդ վկայությունը տվել էր եւ դրա հիման վրա հանցագործության հաղորդում էր տրվել։ Եթե դեպքը տեղի ունեցել 3 կամ 4 տարի առաջ սրանից 3-4 տարի առաջվա տեղի ունեցած դեպքի իրեղեն ապացույց այսօր դրամ գտնել, ոնց կարելի ասել, ահա սա էլ իրեղեն ապացույցն է։ Այդ փողը, որ գտել են ու նկարել են, կամ այդ մեդալները են, կամ չգիտեմ ինչեր են։ Սրբապատկեր, գումար, ասել։ Դա ինչ կապ ունի հոգևորականին հարկադրելու, դիցուկ եթե ընդունենք, որ այդ հարկադրանքը եղել է, դիցուկ եթե ընդունենք անգամ, ինչ կապ ունի այդ իրեղեն ապացույցը դրա հետ։ Դա ինչպես դու կարող ես դա ներկայացնել որպես իրեղեն ապացույց։ Ցանկացած մարդու հետ կապված ինչ որ մի բան որ լսեն, եթե ես օրինակ ասեմ, չգիտեմ, կանգնեմ ասեմ, գիտեք ինչ, Լուսինեն ինձ հարկադրել է մասնակցելու հավաքների, ինքը ընդհանրապես այդ բառերը ասեմ, կան մտնեն Լուսինեի տուն, 1000 ներողություն Լուսինե ջան, որ ձեր վրա պարզապես էլի հասկանում, որ ավելի առարկայոր են, կան մտնեն Լուսինեի տուն, խուզարկեն եւ ասենք, չգիտեմ, Լուսինեի հավաքած դրամները, որ Լուսինեն հավաքել էր, ասենք, չգիտեմ, որ գնար վարկով մեքենա վերցներ, օրինակի համար եմ ասում, դրնեն, նկարեն, ասեն, ես էլ իրեղեն ապացույց, սա ուղղակի 4-րդ, 5-րդ դասարանի երեխայի ֆանտազիայի գործ է, որ ասենք ասես ապացույցի հիմքեր գտիր եւ իրենք առաջարկին զավեշտի մակարդակ այդ նկարների տակ կարդում եմ մեկնաբանություններ adekvat եւ իրականությունից կտրված հերթական ահաբեկչությունն էին կազմակերպում Չգիտեմ, կամ այո, ինձ էլ շատ ես էլ այս թեմաներով երբ որ խոսում եմ եւ բավական տարածվում է տարբեր քաղաքացիներ մեր, ովքեր որ այդպես Փաշինյանի ասածը միշտ այդպես ընդունում են, հավատում են այդ մարդիկ։ Ես անկեղծ եմ ասում նրանց նկատմամբ ոչ մի հակակրանքի, ոչ մի թշնամանքի, որևիցե բան չունեմ։ Ես իսկապես խղճում եմ այդ մարդկանց, որովհետեւ այդ մարդիկ սիստեմատիկ տասնամյակների ընթացքում կրթության հիմնարար խնդրի պատճառով հայտնվել են այս վիճակում, որ չեն կարողանում մի հատ տրամաբանական այդպիսի շղթա վերլուծել եւ ասել ինչ կապ ունի այս փողը հիմա գտնված 3 տարի առաջվա դիցուկ եղած հարկադրանքի հետ, հա, եւ ասենք ասում են մաֆիոզ տերտերներ, եկեղեցին վերածել են բիզնեսի, փողեր են առնում, այսինքն ինչ որ տարածված փչված ստեր, որ մարդիկ տարածում են անընդհատ, այդ մարդիկ անընդհատ տարածում են այնինչ իսկապես նման բաներ, գիտեք, ես չեմ ասում, որ որևիցե տեղ խնդիր չկա, որևիցե եկեղեցում կամ որևիցե թեմում խնդիրներ, բոլոր տեղերում միայն մեռած տեղում չի կարող լինել խնդիր, որտեղ որ կա
կյանք, կա աշխատանք, կա գործունեություն, այնտեղ խնդիրներ կարող են լինել, բայց չի կարելի այդ կարգի ստոր խաբեբայություն անել, որ իբրև թե մեր եկեղեցականները, մեր հոգևորականները մարդկանցից փող են շորթում, չկա նման բան։ Եվ ոնց եղավ, որ ես տարվա մեջ երևի մի 10 անգամ տարբեր առիթների, ասենք, լինում եմ, մկրտություն կլինի, պսակադրություն կլինի, թե ինձ անմիջապես մոտիկ մարդկանց հետ կապված, տարբեր բաներ չի եղել նման մի դեպք, երբ որ որևէ հոգևորականի բերանից փողի անուն դուրս գա, նման բան չի եղել։ Այդ մարդիկ միշտ էլ հնազանդ, հեզ, հնազանդ եկեղեցուն, հա, հնազանդ Աստծու առաջ, հնազանդ իրենց կոչման, իրենց առաքելության առաջ, հեզ ձևով կատարում են իրենց պարտքը, կատարում են իրենց արարողությունները եւ մարդկանց եւ նույնիսկ չեն էլ նայում այդ կողմի վրա կամ գնում են, իրենք հեռու են գնում, որ մարդիկ կուզեն ինչ որ մի բան, ասենք, նվիրաբերեն, չեն ուզի, չեն, սա ինչ քննարկման թեմա է նաև, էլի օգտվելով առիթից, սա ինչ քննարկման թեմա է, օրինակ, եթե այդ աչքներիդ գալիս է, օրինակ, հա, ասենք, հոգևորականին, ասենք, տված մի 1000 դրամը կամ 5000 դրամը կամ 10000 դրամը, ասենք, եթե աչքներիդ գալիս է այդքան, ասենք, բայց մնացած մանր-մուներ բաներին, ասենք, վալս ապարելու համար, ասենք, որ չգիտեմ 100,000 դրամ եք ծախսում կամ դրոնը բանանելու համար, երկու կադր ստանալու համար, ասենք, 100,000 եք ծախսում կամ 200,000 եք ծախսում կամ ինչ որ մի հատ ռաբիս երկողին փող տալը, ասենք, 100,000-ները, որ տալիս եք, դա ձեր աչքով չի գալիս, բայց ձեր եկեղեցու, ձեր ինքնության սյունը հանդիսացող եկեղեցու հոգևոր սպասավորի ծառայողին, ասենք, մի փոքր, ասենք, այդպես, որովհետև այդ մարդիկ հո պետականորեն աշխատավարձ չեն ստանում, չէ՞, այդ տրադիցիոն կառույց է, ավանդական կառույց է, ժամանակի այդպես եղել է, որ եկեղեցուն տրվել է 10-անորդ տուրք, հետո այդ իհարկե վերացել է 10-անորդ տուրքը եւ այլն, բայց հասարակության ներդաշնակությունը ինչ որ ֆունկցիաների աշխատանքի բաժանմամբ է եղել, չէ՞, մեր ավանդական հասարակության մեջ ազնվականների ֆունկցիան եղել է երկիրը պաշտպանելը, ղեկավարելը, հոգևորականների ֆունկցիան եղել է բարոյականությունը օրենքների տեսքով մեծ դատավարության, հա, տեսքով ապահովելը, երկիրը նաև ինչ որ առումներով ներկայացնելը, միասնությունը պահպանելը, քաղաքակիրթ ինքնությունը պահպանելը, քաղաքակրթությունը զարգացնելը, լավ այսպես արժեքները վերցնելը, յուրացնելը, փոխանցելը ժողովրդին, այս ֆունկցիան է եղել եւ մնացած արհեստավորները իրանց ֆունկցիան են ունեցել, առևտրականներն իրանց, գյուղացիներն էլ իրենց։ Այս ներդաշնակ հասարակությունը, ասենք, եղել է եւ մեր եկեղեցին միակ կառույցն է, որ ինչպիսի որ առաքելություն ունեցել է, իհարկե չեմ ասում տակտիկական առումներով կամ բանով չի փոխվել, փոփոխություններ եղել են, բայց ընդհանուր առմամբ տրամաբանությունը այդպես եկել է եւ այդպես շարունակում եւ դա շատ լավ է, որ այդպես կա։ Ու այդքան չի կարելի, սա անամոթություն է, այդ հարցով խոսելը, փողի եւ եկեղեցու հարցով խոսելը։ Իսկ ինչի պետք է մեր հոգևորականը, ինչ լավ կզգաք դրանից, հա, որ մեր հոգևորականը սոված լինի, մուրացկան լինի, չգիտեմ, ցնցոտիավոր լինի, պատառոտված շորերով լինի, անլվա լինի, դրանից ասենք լավ կզգաք, ինչի պետք է հոգևորականը այդ վիճակում լինի, ինչի, ասենք, արդյոք մեր հասարակության ամենավատ խավն են իրենք, ամենաչար խավն են, նախանց խավն են, ինչի պետք է իրենք վատ վիճակում լինեն, ինչի պետք է իրենք վատ ապրեն նյութական իմաստով, հա, եթե հարցը այդպես ենք դնում։ Եվ ի վերջո իրենք այդ եթե անգամ վարձատրություն են ստանում, դա ինչ որ աշխատանքի դիմաց է, չէ՞, բա մարդը ինչպես պետք է իր տարական կենսապայմաններն ունենա, չէ՞։ Բայց մարդիկ ինչքան կարևոր գործեր անում են, ինչքան մարդկանց են դարձի բերում, ինչքան մարդկանց մեջ են դնում որ չի կարելի մեղք գործել այդ գաղափարը, ինչքան մարդկանց են սովորեցնում առաքինություններով ապրել, ինչքան մարդկանց են ցույց տալիս, որ ծուլությունը մեղք է, դա խորությամբ բացատրում, ինչքան մարդկանց են դեպրեսիայից հանում, հոգեբանական խորը ճգնաժամերից հանում, մանավանդ հիմա այս շրջանում, երբ որ այդ ճգնաժամը ամեն ուր է, պատերազմներից հետո, այսքան մեր նահատակ ընտանիքներ ունենալուց հետո, այդ մարդիկ աշխատում են, չէ, այդ մարդիկ նվիրվում են եւ ամեն մի ընտանիքի հետ այդ մարդիկ խորը ցավ են ապրում, ապրումակցում են եւ այդ խորը ցավը ապրում են։ Ինչու այդ ամեն ինչը չեն տեսնում եւ ասենք հանկարծ ինչ որ մեկը տեսավ, հանեցին սինու վրա դրեցին 5000 դրամ, այդ բոլորի աչքին այդպես երևում է,
դա չի կարելի, դա ամոթ է, մեզ հարիր չէ նման խոսակցություններ պարզապես ունենալը։ Մի քիչ շեղվեցինք իհարկե թեմայից, բայց շատ կարևոր է, իհարկե, շատ կարևոր է եւ կրկին շարունակելով այս թեման, որովհետեւ անվերջ է եւ կարծում եմ, որ այս թեմայից իսկապես պետք է անընդհատ խոսել, որ մարդիկ հասկանան ինչի մասին է խոսքը եւ ինչու եմ հենց այս օրինակը բերում, երբ եկեղեցու եւ կաթողիկոսի վրա հարձակումը տեղի ունեցավ, շատերն ասում էին, որ վեհափարի Շվեյցարիայում ունեցած ելույթից հետո սկսվեց այս ամեն ինչը, երբ նա բարձրաձայնել էր, հա, նաև արցախցիների իրավունքի հարցը եւ կապեցին նաև նրա հետ, որ Փաշազադեն էր, Ալաշուքյուր Փաշազադեն էր դժգոհել, հա, որ տեսեք խաղաղության գործընթացին խոչընդոտում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորները, ասեմ, եւ օրերս չեմ հիշում, որ երկրում էլի Փաշազադեն ելույթ է ունեցել, անդրադարձել է մեր եկեղեցուն եւ մեղադրել է, դժգոհություն է հայտնել եւ դրանից հետո հիմա էլ հարձակումը տեղի ունեցավ Արագածոտնի թեմի վրա։ Հիմա այսքան պատահականություններ լինում են։ Իհարկե ոչ, իհարկե մենք այստեղ գործ ունենք օրինաչափության եւ փոխկապակցվածության հետ։ Արցախի հարցը, հայոց եկեղեցու վրա հալածանքների հարցը, բռնապետություն կառուցելու հարցը, թուրք-ադրբեջանական պահանջները կյանքի կոչելու այս բոլոր գործընթացները սերտորեն փոխկապակցված գործընթացներ են։ Ինչ են ուզում Հայաստանի հակառակորդները։ Ուզում են, որ Արցախի հարցը վերջնականապես փակվի։ Ուզում են, որ Հայաստանը կամ առնվազն Հայաստանի հարավը այս փուլում ներգրավի թուրանական ծրագրի մեջ։ Իդեպ ես ասեմ, որ վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում շատ էապես ակտիվացել է Թուրանի վերաբերյալ խոսույթը, շատ է ակտիվացել։ Բարձրաստիճան, ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից, Էրդողանից, նախարարներից սկսած մինչև ամենատարբեր բլոգերներով խոսում են այս մասին եւ շատ իրենց համար ներքին հասարակական պահանջարկ են դարձնում թուրանական ծրագիրը եւ պետությանը, Թուրքիա պետությանը տալիս այդ փոխանցում այդ իմպուլսը, որ ամեն գնով կյանքի կոչի այդ ծրագիրը, թուրանական ծրագիրը։ Եվ այս վտանգը մեր գլխին կախված այս իրավիճակում եւ մանավանդ երբ որ հակառակորդ երկրների կողմից թիրախավորվում է նաեւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իբրև թե խաղաղության խոչընդոտ, իբրև թե Արցախի հարցը արծարծող, իսկ Փաշինյանը իր քաղաքականության մեջ ամեն ինչ անում է, իր ընտանիքով հանդերձ նրանք ամեն ինչ անում են նախ հաճոյանալու Էրդողանին եւ Ալիևին եւ երկրորդ այսպես դրանով նաեւ պատրանք ստեղծելու ժողովրդի մոտ, որ իրենք միակն են, որ կարող են խաղաղություն հաստատել, այդպես մուրացկանի ձևով, այդպես նվաստանալով, ստորանալով, հա, փորձում են իբրև թե խաղաղություն ցույց տալ, որ այսօր խաղաղարար են, հա։ Իրենք դրանը դնում են կառավարել թշնամական հարաբերությունները, ու հիմա իհարկե թշնամական բառը չեն ասում, օրինակ ասում են մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ կամ այսպիսի բառերով են արդեն այո, մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ խոսում, ցույց են տալիս, որ իբրև թե ուզում են խաղաղություն բերեն եւ դրա դրսևորումներից մեկն էլ այն է, որ ինչից որ դժգոհում են թուրքերը, ադրբեջանցիները, իրենք ցույց են տալիս, որ տեսեք, դուք խնդիր եք տեսնում մեր եկեղեցու մեջ, մեր եկեղեցու հարցերն էլ ենք լուծում հանուն խաղաղության, այսպես ասած, հա, խաղաղության թեզը ծախելով ժողովրդի վրա, իսկ թուրքերից եւ ադրբեջանցիներից պարզապես մուրալով աջակցություն իրենց իշխանությունը պահպանելու հարցում։ Կամ ժամանակավոր խաղաղություն, հա, խաղ է, էլի, խաղ է տեղի ունենում։ Մի քիչ թուրքերը կամ ադրբեջանցիները ինչ որ բառապաշարը կոշտացնում են, կոպտացնում են, սպառնալիք, հետո սրանք սկսում են ինչ որ այդպես նվաստացուցիչ քայլեր անել, ասել տեսեք, բանը պահպանում ենք, այդպես մինչև որ գա ընտրությունների ժամանակ իրենք այդպես կարողանան վերարտադրվել, կարողանան հաղթել, այսպես ասենք, հա, եթե կարողանան իհարկե։ Եվ հետո շատ ավելի ակնհայտ, շատ ավելի բացահայտ
ձևով կկատարեն թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները եւ այդ մասին նրանք արդեն իսկ հայտարարում են եւ առաջին պատրաստակամությունը այդ ուղղությամբ սահմանադրության փոփոխությունն է, որի վերաբերյալ աշխատանքները ներկայում տարվում են, հանրությունը իհարկե դեռևս տեղյակ չի այդ մասին, ընտրություններից հետո ըստ էության կտեղեկանա, եթե բնականաբար իրենց ուղարկած չլինեն աղբանոցը պատմության, համենայն դեպս արդեն պատրաստակամություն հայտնել են սահմանադրական փոփոխություններ կատարելու, որի իմաստը այն է, որ Հայաստանի ողնաշարը վերջնականապես կոտրվի եւ Հայաստանը ողնաշարը այդ կոտրված ողնաշարը լինի թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքին։ Իհարկե մենք 26 թվականի գալիք ընտրություններին կանդրադառնանք, բայց ուզում եմ նաև խոսենք Նիկոլ Փաշինյանի պահվածքին արտաքին աշխարհում։ Օրինակ, երբ տարբեր տեղեր է գնում հանդիպումների, ինչպես է իրեն դրսևորում, ինչ եմ ասում, որովհետև հիմա տարբեր տեղերով, երբ նայում ենք, շատ ցավալի է, բայց ասեմ, Նիկոլ Փաշինյանին ծաղրում են տարբեր երկրների, այսպես քաղաքացիներ, դուք բլոգերների մասին խոսեցիք, լինեն բլոգերներ, թե հասարակ քաղաքացիներ, տեսեք Հայաստանի Հանրապետության վարչապետը, որ սրտիկներ է ուղարկում, գնում Թրամփի մոտ, ասում է, ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, հիշեցնում է, թե ով է, հետո Թրամփը նրան Ալիևին հարցնում է, իսկ ուրեք հայրենակիցը ինքն էլ ցույց է տալիս, այստեղ միտեղ ծաղրի առարկա է սարքել ինքն իրեն, եւ քանի որ նա էլ մեր պետությունն է ներկայացնում, այդ թվում նաեւ մեզ Հայաստանի Հանրապետությունը իսկ սարքել են ծաղրի առարկա եւ արտաքին աշխարհում մեր դերը կարծում եմ դրանով եւ նվազում է եւ սկսում են մեզ լուրջ չընդունել։ Հիմա ինչքան է այս իրականության մեջ ինչքան ենք ապրելու պարոն Սողոմոնյան եւ ինչպես հաշտվել այս իրականության հետ կամ առհասարակ ինչ անել։ Գամ մի փոքր այդպես ավելացնեմ, որ իսկապես լուրջ չեն ընդունում մեզ, մեր կշիռը էապես իջել է, որպես պետություն մենք մեր սուբյեկտայնությունը կորցրել ենք, միշտ հակառակ խոսույթն են տանում, իբրև թե այ ժամանակին Ռուսաստանի ստրուկն էինք, այսպես ասած, հիմա դարձել ենք ինքնիշխան, այն որ ուղղակի կախվածություններ եղել են անվտանգային ոլորտում, դա ոչ ոք չի կարող հերքել եւ դա լավ չի, որ այդպես եղել է բնականաբար, ճիշտ չի, բայց դա չի նշանակում, որ հիմա մենք այդպես ազատ ինքնիշխան պետություն ենք, բացարձակապես ոչ։ Հիմա պարզապես տիրոջ փոփոխություն է տեղի ունեցել, կոպիտ բառերով ասեմ այսպես, եւ մեր քթից բռնած մեր պետության քթից բռնած հիմա թուրքերը եւ ադրբեջանցիներն են տարբեր տեղ տանում, բերում, այսպես մեզ դարձրել են խաղալիք։ Եվ դրա դրսևորումներից մեկն էլ այն է, այդ անլուրջ վերաբերմունքի աշխարհի նկատմամբ եւ ոչ գործընկերային հարաբերությունների, այլ թելադրողական հարաբերությունների դրսևորումներից մեկն էլ այն է, որ միջինացված ձևով, եթե մինչև Փաշինյանի իշխանության գալը մենք պետական պարտքի տոկոսադրույքը միջինացված մեզ մոտ կազմում էր 4.5%, հիմա կազմում է 7.5%։ Այսինքն դա նշանակում է հետևյալի մասին, չէ, պետությունն է գնում ֆինանսական շուկաներից այդ պարտքը վերցնում։ Ինչքան պետությունը կարողունակ է, այնքան բնականաբար կարողանում է անել այնպես, որ ցածր տոկոսադրույքներով պարտք վերցնի։ Իսկ սրանք այնքան ոչ կարողունակ են եւ որպես պետություն այնքան ցածրարժեք են ներկայացնում Հայաստանը, որ այդպես եւ այդտեղ չենք էլ բացառում նաեւ իհարկե կոռուպցիոն սխեմաների հանգամանքը, որ պետական պարտքի սպասարկումը յուրաքանչյուր տարի մեզ մոտ պետական պարտքի սպասարկման վրա գրեթե կրկնապատիկ ավելի գումար է գնում, քան մինչեւ Փաշինյանի իշխանության եկած ժամանակը։ Ինչ ենք անելու, որ այս իրավիճակից դուրս գանք, շատ բարդ է իհարկե հարցը, ինչու համար, որովհետև մեզ համար լրացուցիչ մի քանի խնդիրներ կան, շատ մեծ լուրջ հիմնարար խնդիրներ կան։ Առաջին խնդիրներից մեկը աշխարհաքաղաքական անբարենպաստ վիճակն է տարածաշրջանում Թուրքիայի դերի աճով եւ Ադրբեջանի դերի հետեւողական բարձրացմամբ եւ նաեւ Իրանի շուրջ այդպես ճնշման ուղակի սեղմելու տեսանկյունից Ռուսաստանի ներգրաված լինելու ուկրաինական հարցերով Չինաստանի համար դեռևս շոշափելի
հետաքրքրությունների բացակայությամբ այս տարածաշրջանում, բայց որոշակի նաև հնարավորություններ էլ կան այդքանով հանդերձ, այսինքն տեսեք, եթե ասում ենք Ռուսաստանի դերի նվազում, սրան պետք չի վերաբերվել միայն բացասական տեսանկյունից, հա, որ բացասական տեսանկյունից Ռուսաստանի դերի նվազում դա չի նշանակում, որ մենք չենք կարող անել այնպես, որ Թուրքիայի դերը մեզ համար բանանի աճի, այսինքն կարելի է դա փոխհատուցել ավելի հավասարահեռ բալանսավորված արտաքին քաղաքականությամբ, մասնավորապես անելով այնպիսի գործարքներ, որոնք օրինակ ասենք նույն Հնդկաստանի դերը կարող են որոշակիորեն բանել եւ այս տարածաշրջանում որոշակիորեն բարձրացնել նրա համար հետաքրքրություններ ստեղծել եւ կարողանալ դա վերածել անվտանգային կապիտալի, ասենք ավելի շատ շեշտադրում դնել տարբեր երկրների սփյուռքահայ համայնքների հետ համագործակցության այնպիսի մակարդակի ձեռքբերմանը, որով որ գործընկեր պետությունների հետ ավելի բարորակ հարաբերություններ մենք կունենանք եւ այլն, սա աշխարհակաղակական անբարենպաստ վիճակը եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների անկարողություն, կուզեք ասեմ անկարողություն, կուզեք ասեմ ուղղակի այդպես ստրկամտություն այդ վիճակի պատճառով, որ իրենք չեն ուզում աշխատել, իրենց համար շատ ավելի հեշտ է եւ լավ է, որ ունենան տերեր Ադրբեջանում եւ Թուրքիայում եւ իրենց իշխանությունը երաշխավորվի, նրանք այս երկրի համար չեն մտածում, այս երկրի պետության համար չեն մտածում։ Մյուս կողմից երկրորդ գլխավոր խնդրը, մեծ խնդրը ներքին համերաշխության այսքան խոցելի վիճակն է, որը երբեք մենք չենք ունեցել այս վիճակը, մենք երբեք չենք ունեցել այսքան քաղբանտարկյալներ, մենք երբեք չենք ունեցել այսքան ներազգային թշնամանք, այսպիսի վիճակ չենք ունեցել։ Ու այս իրավիճակում ինչ որ բան անելը շատ դժվար է, բայց այդ բան անելը պետք է լինի մեծ ճիգ պետք է լինի քաղաքական էլիտայի կողմից։ Այո։ Մեծ ճիգ պետք է լինի արտախորհրդարանական ուժերի կողմից։ Պետք է ամեն ինչ մի կողմ թողնել, ստեղծել մի հատ քիչ կետերով օրակարգ, քիչ կետերով օրակարգ պետք է ստեղծել, նստել այդ օրակարգի շուրջ, սեղանի շուրջ նստել եւ փորձել ձևավորել մի 1, 2, 3 դաշինքներ արտախորհրդարանական բլոկներ ձևավորել, որպեսզի այսպես թե այնպես մի քանի ամիս հետո տեղի են ունենալու ընտրություններ։ Դուք իմ հաջորդ հարցին եք գալիս, շարունակեք։ Համեցեք։ Չէ, հենց ընտրությունների վերաբերյալ էի ուզում հարցնել, շատ ճիշտ անում եք գիծը։ Տեղի են ունենալու այդ ընտրությունները, մենք ուզենք թե չուզենք, հերթական ընտրությունները տեղի ունենալու են եւ չմասնակցելը այդ ընտրություններին ու ճիշտ ձևերով չմասնակցելը ոչ մեկիս օգուտ չի տալի։ Կա հակառակ կարծիքը, որ ընտրություններով անհնար է հաղթել այս իշխանություններին, կա, մանավանդ, որ մենք մեր հանրապետության այս ամբողջ գոյության տարիներին չի եղել այդպես, կամ ինչ-որ բացառություններ կարող ենք ասել շատ վերապահումներով։ Երևի թե ամենացայտուն օրինակը եղել է 1990 թվականին, այն էլ իրավիճակ էր էլի փոխված։ Որ ընտրություններով իշխանություն փոխվի։ Այո, չի եղել այդպեսի, բայց գիտեք, ամեն մի իրադարձություն կամ իրողության փոփոխություն ի վերջո մի անգամ է տեղի ունենում։ Մի անգամ է տեղի ունենում։ Եվ եթե մինչև հիմա տեղի չի ունեցել, դա չի նշանակում, որ պետք է պարզապես այդ հնարավորությունը մենք բաց թողնենք։ Եթե մինչ այժմ չի գտնվել ձևը, բանաձևը, մոդուսը սահմանադրական այլ եղանակով, քան ընտրություններն են, հեռացնելու Փաշինյանին իշխանությունից, ինչ-ինչ պատճառներով, եթե չի գտնվել, այդ թվում նաև գուցե աշխարհակաղակական պայմանների պատճառների բերումով, ապա դա չի նշանակում, որ մենք չպետք է պատրաստվենք ընտրությունների։ Եվ ասեմ, որ հնարավորությունը հետևյալն է ընտրությունների տեսանկյունից։ Եթե մենք ապահովում ենք, կարողանում ենք անել այնպես, որ բարձր մասնակցություն լինի, եւ եթե մենք կարողանում ենք անել այնպես, որ արտախորհրդարանական դաշտում արդյունավետ միավորներ լինեն, բլոկներ լինեն, մենք բավական շատ շանսեր կունենանք Փաշինյանին սահմանադրական եղանակով հեռացնելու եւ առաջին անգամ մեր հանրապետության պատմության մեջ ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու։ Այսպիսով ելքը այս իրավիճակից տեսնում եմ ընդհանուր առմամբ
արտախորհրդարանական բլոկի արտախորհրդարանական բլոկներ ստեղծելով եւ այդ բլոկների ստեղծումը այդ բանակցությունների, միավորման գործընթացի մեջ պետք է հնարավորինս քիչ հարցեր լինեն, քիչ թեմաների շուրջ պետք է գալ համաձայնության։ Ես կարծում եմ, որ երկու հարցը բավական է։ Երկու, ոնց որ ասած, կետ է, երկու խնդիր լուծելու օրակարգը բավական է, որպեսզի ձևավորվեն այդ բլոկները։ Մեկը անվտանգության հարցի լուծումն է, որի հետ կապված օրինակ, որ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը ասում է, որ մենք պատկերացնում ենք դա համապարփակ անվտանգության հայեցակարգը կյանքի կոչելով։ Հիմա դա ոնց որ ասած չքննարկենք, բայց շատ մոտավորապես ասենք դա այն է, երբ որ անվտանգության խնդրով զբաղվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացին, որովհետև այս տարածաշրջանում խապկանք է ասելը, որ ժողովուրդը ոտը ոտին գցած պետք է նստի եւ պետական այրերը մի քանի հոգի կարող են անվտանգություն ապահովել։ Մեզ հիմա ինչ են ասում, Փաշինյանն ենք ասում են, դուք հանգիստ ձեզ համար նստեք, ես Միրզոյան Արարատը եւ օրինակ ասենք Ռուբեն Ռուբինյանը այդ բոլոր հարցերը կլուծենք։ Ինչ պետքա բանակցում ենք, ինչպես ասում էր ազգային ժողովը։ Դա խաղաղություն չի լինելու, դա անվտանգություն չի լինելու։ Միայն այն դեպքում, երբ որ մենք կունենանք ակտիվ պահեստազոր, միայն այն դեպքում, երբ որ մենք կունենանք մեր տնտեսության մեջ ամենակարևոր հատվածը ռազմական արդյունաբերությունը, որպեսզի զարգանա, միայն այն դեպքում, երբ որ շատ մեծ կազմակերպվածությամբ յուրաքանչյուր քաղաքացի կիմանա որոշակի գործառույթներ պատերազմական իրավիճակներում պահելու, միայն այն դեպքում, երբ որ կստեղծվեն այդ ենթակառուցվածքները համապատասխան եւ այլն, դա կլինի իրական անվտանգությունը, դա կբերի մի հատ իրավիճակի, երբ որ մեր թշնամիները ռիսկ չեն անի մեր վրա հարձակվելու։ Այսպիսով, երբ որ ասում ենք համապարփակ անվտանգություն, այստեղ այն հարցը վերանում է, բա ում երեխեքի հաշվին, բա ոնց, պատերազմ եք, ոչ, պատերազմ չենք ուզում, բայց մենք պատերազմ չենք ուզում շատ ավելի աշխատող եւ շատ ավելի երաշխավորված մեթոդներով։ Սա մեկ անվտանգության թեման եւ երկրորդ կարևորագույն հարցը, ես կարծում եմ ամենակարևոր հարցը, որ պայմանավորվածությունը լինի այնպիսին, որ ՔՊ-ին հեռացնելուց հետո ստեղծում ենք իրական եւ կայուն ժողովրդավարություն ապահովող իշխանությունների տարանջատման եւ փողզսպունների հակակշիռների ռեալ համակարգ, որտեղ մենք կարող ենք, որը կբացառի պետական իշխանության յուրացումը որևէ ուժի կողմից։ Այն ինչ որ այսօր կա, ամբողջ պետական իշխանությունը մեկ մարդու եւ մեկ ուժի վարչախմբի կողմից յուրացված է, որ մի ուժը չի կարող օրինակ ասենք նշանակել գլխավոր դատախազի, մի ուժը չի կարող ընտրել նախագահի, մի ուժը չի կարող նշանակել անկախ պետական մարմինների, ասենք գլուխներին, ասենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, ռադիոյի եւ հեռուստատեսության հանձնաժողով, մարդու իրավունքների պաշտպան եւ այլն, սահմանադրական այդ մարմիններին չպետք է մի ուժ, մի քաղաքական ուժ նշանակի։ Այդ մարմինները, որոնք որ այսպես ասենք պետության ողնաշարն են եւ ապահովում են պետական իշխանության հարաբերական անկախությունը քաղաքական իշխանությունից, դրանց ձևավորման հարցում պետք է լինի քաղաքական շատ մեծ կոնսենսուս։ Այսինքն ներկայացուցիչները, նույն գլխավոր դատախազը կամ նույն քննչական կոմիտեի ղեկավարը կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը եւ այլն, հանձնաժողովը դատական մարմինները պետք է լինեն այնպիսի նախագահը, պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք որ թեկուզ իրար հետ հակամարտող քաղաքական ուժերի լայն շրջանակների դա կլինի առողջ քաղաքական դաշտ։ Այս պարագայում մենք կարող ենք երաշխավորել, որ եթե քաղաքական իշխանությունը հանցանք գործի, պետությունը կարողանա կամ կանխել կամ պատժել, անկախ նրանից թե այդ պետության գլխին կանգնած է տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչը թե ոչ։ Այս երկու առնվազն այս երկու հարցի շուրջ, որ կարծում եմ, որ պետք է այսպես լայնորեն ընդունելի հարց լինի, համաձայնության գալով ստեղծել արդյունավետ, իսկապես աշխատող արտախորհրդարանական բլոկներ, որպեսզի չփոշիանա,
շատ կարևոր է մենք թույլ չտանք ձայների փոշիացում։ 2021 թվականի ընտրություններին մենք թույլ ենք տվել ձայների փոշիացում։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը 54% է հավաքել, բայց այդ 54%-ը շատ ավելի մեծ տոկոսի է վերածվել, կարծեմ 67%-ի է վերածվել այն պատճառով, որովհետև ընդհանուր քվեարկած քաղաքացիների 20 թե 25%-ը փոշիացվել է ձայներ եւ այդ տոկոսների մեծ մասը էլի գնացել է Փաշինյանին։ Այդ փոշիացնողներից մեկն էլ եղել է մեր 5165-ը։ Այն ժամանակ, որ մենք մասնակցել ենք։ Այն ժամանակ այդպիսի իրավիճակ էր, այդպիսի ընկալում էր, չգիտեմ, պատերազմից հետո էր, շատ ուժեր կային մեր նմանել նաև, որ այդպես խակ էին եւ չէին բանում, այ ուզում էին ինչ-որ բան փոխել եւ այլն եւ տեղի չունեցավ։ Նաև ժամանակն էր շատ կարճ, մարդիկ էին ապրում պղպջակների մեջ իրենց, պղպջակներից դուրս չէին կարողանում այսպես գալ, ամբիցիաներ էլ գուցե կային եւ այլն, եւ սա մեզ դաս եղավ, սա մեզ շատ ծանր դաս եղավ, որ չի կարելի թույլ տալ, որ արտախորհրդարանական ուժերը այդպես փոշիացված ձևով մասնակցեն ընտրությունների ու ընտրությունները գնա բինար բանով, տարբերակով։ Եթե մեզ չընտրեն նախկինները, այսինքն նախկինները, ներկաները, սա պետք է բացառել եւ միայն այդ պարագայում, եթե մենք տեսնենք, որ առաջիկայում եւ հույս ունեմ, որ այդ գործընթացը կլինի եւ մենք դրա կարևոր շահառուներից մեկն ենք ու այդ մասին հայտարարել ենք, եթե մենք տեսնենք, որ այդ գործընթացը տեղի ունենում է, նախանշանը օրինակ երևում է, օրինակ ասենք Սամվել Կարապետյանի մեր ձևովը դրանից միանշանակ շուտով կուսակցության երևի կվերածվի արդեն, բայց դա բավական չէ, էլի պետք է լինեն, էլի խմբավորումներ լինեն, էլի դաշտ կա, այսինքն մեր քաղաքացիների, մեր դիտարկումները, մեր հարցումները ցույց տալիս են, որ էլի մենք շատ քաղաքացիներ ունենք, ովքեր որ անգամ եղած այս խոշոր ուժերի, թե ընդդիմադիր, թե իշխանական հավանություն չեն տալիս եւ այլ ուժերի են, այլ չափանիշներով, այլ դեմքերով, այլ ինչ որ սկզբունքներով սերնդափոխություն էլի, այո, ուզում են այդ մարդիկ եւ կամ այլ գաղափարներ, այլ ծրագրային բաներ եւ անկեղծ ասած ես որոշ նախանշաններ տեսնում եմ էլի եւ պետք է գնա այդ ճանապարհով մեկ ուժը շատ քիչ հավանականություն կարող է ունենալ, որ միայնակ կարողանա հաջողության հասնի եւ պետք է այդպես բլոկներ ստեղծվեն ու դա արդեն դրա պարագայում երբ որ ուժային կենտրոններ ձևավորվեն եւ փոշիացված բաներ քիչ լինեն այդ պարագայում ավելի մեծ թվով մարդիկ կմասնակցեն ընտրությունների ու ինչքան շատ մարդիկ մասնակցեն ընտրությունների այնքան Փաշինյանի շանսերը քչանում են Փաշինյանը ուզում է որ քիչ լինի մասնակցությունը որ այդ քիչ մասնակցության մեջ իրեն ընտրողները որ ամենաակտիվ քաղաքականապես ակտիվ էլեկտորատն են իրեն ընտրողները շատ կլինեն, տոկոսը ավելի շատ կլինի, բայց եթե մենք կարողանանք ապահովել բարձր մասնակցություն ընտրությունների, այստեղ Փաշինյանի շանսերը կտրուկ նվազում են, առանց այն էլ նրա վարկանիշը բավական ցածր է, եւ դրանով է պայմանավորված նրա տվայտանքները, որ ամեն օր էսպես է անում, չգիտեմ, դեմքի արտահայտություններն է փոխում, հեծանիվ է քշում եւ ինչ ասես անում է կամ կոնֆլիկտի մեջ է մտնում իր էլեկտորատին պահելու համար, որովհետեւ նա զգում է, որ իր էլեկտորատը իր ձեռքից գնում է, մեր շատ քաղաքացիներ դարձի են գալիս եւ ամեն ինչ անում է, որ այդպես իր դերասանություններով, բաներով պահպանի։ Պարոն Սողոմոնյան, դուք շատ գեղեցիկ եք ներկայացնում այն իրականությունը, որը կցանկանայինք իսկապես, բայց տեսեք ինչի եմ ասում, եթե այդպես լինի, բնականաբար շատ գեղեցիկ է ամեն ինչը հնչում, բայց Հայաստանի Հանրապետությունում անձամբ ես այդ իրականությունը չեմ պատկերացնում։ Ինչի չեմ պատկերացնում, որովհետև հիմա կան մի քանի ուժեր, օրինակ, Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյանը ասում է մենք վստահ ենք, անգամ պատրաստ էր լրագրողներին այսպես համոզում էր, որ մենք 50+1 ենք 50% +1 ենք հավաքելու։ Երկրորդ նախագահը մամուլի ասուլիս է տալիս եւ այնպիսի տպավորություն է, որ նա արդեն հաղթել է եւ արդեն երկրի վարչապետ է։ Մեր ձևով շարժումը, չգիտեմ ով կընդունի, ով չէ, բայց շատ մեծ շանսեր ունեն նրանք լինելու առաջնային դիրքերում, չեմ ասում հաղթողի, բայց առաջնային դիրքերում։ Օրինակ Հանրապետական կուսակցության հետ կապված նրանք դեռ որոշում չունեն մասնակցելու են թե ոչ, բայց ամենամեծ կուսակցություններից է եւ կարծում եմ նրանց շանսերն բավական շատ են։ Եվ կան տարբեր ուժեր, ովքեր
բնականաբար ցանկություն կունենան եւ տեխնացու կներկայացնեն 2026 թվականին մասնակցելու ընտրություններին։ Հիմա ամբիցիաներ կան։ Այո։ Ես դուք իհարկե Այո, ես շատ լավ գիտեմ, որ ամբիցիաներ դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Իհարկե լավ կլինի, որ ձեր ասածով տեղի ունենա, բայց մենք հասկանում ենք, որ սա քաղաքականություն է, սա Հայաստանի Հանրապետությունն է եւ այդ ամբիցիաներից հետ կանգնելը բավական դժվար է։ Հիմա այս պարագայում ձեր ասածը որքանով է հնարավոր, որ դառնա իրական։ Հիմա ես որ եկել եմ ձեր տաղավար, սիրելի Լուսինե, ձեր հրավերով եկել եմ ձեր տաղավար եւ ասում եմ այն մասին, եւ եթե մեզ նայող ասենք մեր քաղաքացիներն էլ ինչ ասենք վայրերում համապատասխան այս հարցը բարձրացնեն իրենց գրառումներով, իրենց կոմենտներով, իրենց դեմարդեմ շփումներով, եթե այս հարցը բարձրացնում են, որ պահանջում ենք, որպեսզի միավորման process-ներ գնա արտախորհրդարանական դաշտում, պետք է նպաստենք դրան։ Ես հասկանում եմ, որ նկարագրում եմ իրավիճակ, որը գեղեցիկ է թվում, բայց այս պահին նաև անիրական է թվում, բայց եկեք հակառակ կողմից նայենք։ Դե եկեք չանենք։ Եկեք չանենք, եկեք չգնանք այդ ուղղությամբ, եկեք ասենք, քանի որ ամբիցիաներ ունենք, ուրեմն պետք է փոշիացնենք ձայները եւ նորից ստանանք Նիկոլ Փաշինյան շատ ավելի ագրեսիվ, շատ ավելի վճռական երկիրը կազմակերպելու, մեզ բոլորիս բռնապետական կարգեր հաստատելու, մեզ բոլորիս բանտերը լցնելու, այսինքն պետքա մի հատ այսպես ստոպ տալ ամբիցիաներին ստոպ տալ, գալ ռացիոնալ դաշտ, գալ փողզիչումային դաշտ, հասկանալի է, որ ամբիցիան կա ու քաղաքական գործիչը հենց նրանով է քաղաքական գործիչ, որ ունի ամբիցիա։ Նա որ չունի իշխանական ամբիցիա, նա քաղաքական գործիչ չի, այսպես ասենք։ Մեկի մոտ մի քիչ շատ է արտահայտված, մեկի մոտ մի քիչ ավելի քիչ է արտահայտված, մեկի մոտ մի քիչ ավելի փափուկ ու պուպուշ ձևերով է արտահայտված, մեկի մոտ մի քիչ ավելի այդպես ագրեսիվ ու պնդերես ձևերով է արտահայտվում այդ ամեն ինչը, համենայն դեպս բոլորն էլ ունեն ամբիցիա, բայց պետք է պրոֆեսիոնալ գործիքներ կիրառելով հասկանալ, ովքեր են իրար հետ համադրվում, այսինքն եթե ինձ սիրողները Լուսինե ջան, ովքեր որ քեզ չեն սիրում, մեր համադրվելը արդյունք չի տալիս։ Եթե ինձ սիրողները եւ քեզ սիրողները նույն մարդիկ են, մեր համադրվելը արդյունք տալիս է։ Հա, այսինքն սրանք բաներ են, որ անհնարին ոչինչ չկա, պետք է հաշվի առնել, նստել, զրուցել, չափել, եւ եթե այս մտայնությամբ գանք, ինչ որ մի հատ իրավիճակ լինի, իշխանափոխությունը անենք, ստեղծենք իշխանությունների իրական փոխզսպումների ու հակակշիռների համակարգ, ապահովենք, երաշխավորենք կայունություն, կայուն ժողովրդավարական ինչ-որ համակարգ անենք, դա թող լինի, ասենք, 1 տարի ժամանակ թեկուզ կամ 2 տարի ժամանակ քննարկենք, հասկանանք, որից հետո նոր արդեն գնանք շատ ավելի բաց, ավելի ազատ խորհրդարանական ընտրությունների կամ այլ, եթե այլ համակարգ ենք դիտարկում։ Այնպես որ ես չգիտեմ, եթե այլ տարբերակ կա, եթե քննարկենք նաև այդ տարբերակները, բայց այս պահի դրությամբ անհրաժեշտություն է արտախորհրդարանական, ինչու եմ ես անդադ շեշտում արտախորհրդարանական, որովհետև խորհրդարանական ընդդիմադիր ուժերի շուրջը միավորումը ամբողջ սպեկտրի արդյունք չի տալու, մեծ արդյունք չի տալու։ Ուզած թե չուզած, օբյեկտիվորեն թե սուբյեկտիվորեն, այդ արդյունքը չի տալու։ Դեպս արտախորհրդարանական ուժերի համախմբում է պետք նաև այն պարզ պատճառով, որ չափումներ կան։ Չափումներ կան եւ մենք տեսնում ենք, որ մեր քաղաքացիների մի բավական մեծ հատված չի ընդունում ոչ իշխանություններին, ոչ ընդդիմությանը։ Սա պետք է վերցնել որպես ելակետ եւ շարժվել առաջ։ Շնորհակալ եմ, պարոն Սողոմոնյան, շատ հետաքրքիր հարցազրույցի եւ վերլուծության համար։ Շնորհակալություն։ Զրուցում էինք ՀԱՅԱՔՎ ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ, այսպիսին էր դիտակետը, կհանդիպենք։